Գիտեիք, որ այս հայ աղջիկը դարձել է Բրոդվեյի աստղ, ամերիկյան համր կինոյի առաջին աստղերից մեկն էր, բայց նրա պատմությունը միայն փառքի մասին չէ։ Զաբել Մանգասարյանի ընտանիքը Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել Կոստանդնուպոլսից Համիդյան ջարդերի հետևանքով։ 19 տարեկանում մեծ դժվարությամբ ստանալով ծնողների համաձայնությունը, Զաբելը մեկնում է Նյու Յորք։ Նպատակը մեկն էր՝ գրավել Բրոդվեյը։ Առաջին քայլերը մերժվում էին, փորձի պակաս, անվստահություն, բայց նա չի նահանջում։ Սկսում է երգել երգչախմբերում, սերտում է բեմը ներսից, մինչև մի օր հայտնվում է բեմի կենտրոնում։ Նրա ձայնը, տաղանդը, արևելյան յուրահատուկ արտաքինը, Բրոդվեյը սկսում է խոսել նրա մասին, մամուլը գրել, հանդիսատեսը սիրել։ Զաբելն ամուսնանում է Ռայմոնդ Հիչքոքի հետ և նրանք դառնում են մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։ Ֆլորա Զաբել Հիչքոքը դառնում է ժամանակի ամենապահանջված դերասանուհիներից մեկը, 14 մյուզիկլ լեփլեցուն դահլիճներում։ 1929-ին ամեն ինչ փոխվեց, ամուսնու մահից հետո Զաբելը լռեց, հեռացավ բեմից, հեռացավ էկրաններից։ Ֆլորա Զաբել Հիչքոքը մահացավ 88 տարեկանում։ Մի կին, որին ժամանակում ծափահարում էր ամբողջ Բրոդվեյը, մոռացվեց։ Արդյոք արդար է։ Ես Տաթևիկ Սայադյանն եմ, հետևեք ինձ ավելի շատ հայկական պատմություններ իմանալու համար։